Քաղաքի կենտրոնական փողոցներում հատկապես բազմից ենք ականատես լինում մաքրման աշխատանքներին, որոնք իրականացվում են ամեն օր։ Սակայն հարակից խանութների սեփականատերերի ու բնակիչների խոսքով անկարգ վիճակ միշտ գոյություն ունի։ Թեմայի շուրջ հարցազրույց ունեցանք կոմունալ ծառայության աշխատակցի հետ, ով հարցին պատասխանեց հակառակ տեսանկյունից։ Բոլորն է գիտեն արդեն գարուն է, նոր է սկսվել, ծնահալներ սկսվել են, կանան տգրի կուտակված, բոլոր աղբերը իհաճ կուկան, ինչ են, հնարավորություն է, այդքան ինչ ունենք որ կոմունալու աշխատողները որեն են, էլի ճիշտ ասած, օրինակ այսիկ երկրորդական աշխատանք է իմ համար, էլի, որ իմ աշխատավարձի մեջ չի մտնի, բայց ինչի իրանք ճավանի վրա բոռանտ է, այսիկ էր, անիկ ընգել է, անիկ էր, բայց ինչու հիման վրա, սաղ կուտակվել է, են մի անգամ մաքրեցինք, հասկացանք, երկրորդ անգամ, բայց մինչև եվ մաքրենք, էդիկ չէ, պետք է որ հարմար մի առիթ եմ ստեղծեմ, բանում գումարում տրամադրեն, որ գոնե աշխատողներ սիրտը տակնա, մեկ քիչ բանեն է։ Հետևե զուգանի անմիջական կողքերը, ահա որ վիճակի, ահա որ գարնան գլուխը ինչ են, մենք կոմունալ աշխատողներն են մեղավոր չեն, հնարավորություն չունին, որ աստիծված են այնտեղ անհնտած վազքի մեջ ենք, հասկացանք, գոնե քիչ եմ տրամադրեն, էսիկ ձերը ինչի ես են եմ։ Հա, ճիշտ կսեմ, առավոտ կուկամ, 2-3 անգամ էլի վերուծել եմ, մաքրել եմ, բայց հիմի հետևը խոսքերեն չեմ բանեն է, չեք վեստն է, չեք մաքրել, բայց եբ չենք մաքրել, չենք երել։ Իրանք է թող քիչ եմ դրույթ ամատնի, մաքուր պային կողքերը, մենակ կոմունալու աշխատողներեն չէ, սա հիմնված է կոմունալու աշխատողը գային է, բայց ինչի են է։ Քաղաքի մաքրությունը միայն կոմունալ ծառայության աշխատանքը չէ, այն բոլորից պարտականությունն է, քանի դեռ տարածքը մեծ է, աշխատակիցների թիվը չի բավականացնում։ Եկեք աչալուրջ լինենք ու բոլորս միասին հետևենք մեր շրջապատի մաքրությանը, այլ ոչ մատնացույց անենք անկարգ վիճակը։